But the momentous breakthrough that we're here to celebrate tonight is more than the Մենք այստեղ միայն Գազայի պատերազմի ավարտը չենք տոնում, սա Աստծո օգնությամբ նոր սկիզբ է մի ամբողջ գեղեցիկ մերձավոր արևելքի համար։ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը եւ Կատարի, Եգիպտոսի ու Թուրքիայի առաջնորդները Շարմ էլ-Շեյխում ստորագրել են Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ համաձայնագիր։ Երբ մենք ականատես եղանք Գազային պատերազմը դադարեցնելու համաձայնագրի ստորագրմանը, հույսի մի շող ծնվեց, որ այն կշրջի մարդկության պատմության ամենացավոտ էջերից մեկը։ And also it's the place that could lead to tremendous Սա ամենամեծ, ամենաբարդ գործարքն է եւ նաեւ սա այն վայրն է, որտեղ կարող են լուծվել հսկայական խնդիրներ։ Հաճախ են խոսում այն մասին, որ երրորդ համաշխարհային պատերազմը կսկսվի մերձավոր արևելքում։ Դա տեղի չի ունենա։ Թրամփի եւ Եգիպտոսի ղեկավարի նախագահությամբ խաղաղության գագաթնաժողովին մասնակցելու համար էր ավելի քան 20 երկրի ղեկավար ժամանել Շարմ էլ-Շեյխ, այդ թվում Հայաստանի եւ Ադրբեջանի։ Հենց նրանց նայելով է Թրամփը հայտարարել. մենք ավարտեցինք Հայաստանի եւ Ադրբեջանի միջև փոքր պատերազմը։ Նայեք, նրանք այստեղ նստած են, բարեկամներ են, երբ ես հանդիպեցի նրանց հետ, մեկը նստած էր օվալաձև աշխատասենյակի այս կողմում, մյուսը այն, երբ ավարտեցինք, նրանք արդեն գրկախառնված էին։ Նիկոլ Փաշինյանը գագաթնաժողովում մի քանի անգամ ջերմ ձեռքսեղմում է ունեցել Միացյալ Նահանգների նախագահի հետ, մեկի ժամանակ հիշեցնելով. «Պարոն նախագահ, ես Հայաստանի վարչապետն եմ»։ Փաշինյանը կարճատև զրույց է ունեցել Ալիևի հետ, նրանց է միացել Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը։ Ալիևի հետ ջերմ ողջագուրվել է, Փաշինյանի ձեռքը սեղմել։ Սա Պակիստանի եւ Հայաստանի ղեկավարների պատմության մեջ առաջին ձեռքսեղմումն է։ Հայկական պատվիրակության անդամ Արարատ Միրզոյանն էլ շփումներ է ունեցել մի շարք երկրների, այդ թվում Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարների հետ։ Միջանցքներում Թուրքիայի նախագահն է կատակել Իտալիայի վարչապետ Ջիորջիա Մելոնիի հետ, ասելով. պետք է ամեն ինչ անեն, որ թողնեք ծխելը։ Դա անհնար է, միջամտել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնը։ Իդեպ Էրդողանը հրաժարվել էր վայրեջք կատարել Եգիպտոսում, երբ տարածվեցին Նեթանյահուի գագաթնաժողովին մասնակցելու մասին լուրերը։ Նրա ինքնաթիռը շրջանցել է Կարմիր ծովը, ապա վերադարձել եւ վայրեջք է կատարել միայն այն բանից հետո, երբ Նեթանյահուի մասնակցությունը չեղարկվել է։ Ավելի վաղ Իսրայելի վարչապետի գրասենյակից հայտարարել էին, որ Թրամփն իսկապես հրավիրել է Նեթանյահուին, սակայն նա պատճառաբանելով հրեական Սիմխաթ Թոր Անտոնին իր մասնակցությունը մերժել էր հրավերը։ Համասը եւս չի մասնակցել տարածաշրջանային եւ միջազգային առաջնորդների հետ խաղաղության գագաթնաժողովին։ Նախքան Եգիպտոս մեկնելը ինքնաթիռ նստելիս է Մակրոնը հայտարարել, թե աշխարհում միայն մեկ երկիր ու մեկ առաջնորդ կա, որը Գազայում կարող է կանգնեցնել Իսրայելի վարչապետին եւ իր բանակին։ Այդ երկիրը Միացյալ Նահանգներն է։ Թրամփը որոշեց դա անել։ Հաջորդ փուլերը պետք է իրականացվեն Միացյալ Նահանգների, Իսրայելի, բայց նաև տարածաշրջանի բոլոր երկրների ու եվրոպացիների եւ իհարկե պաղեստինցիների հետ։ Թրամփը հայտարարել է, որ այժմ նախատեսում է կենտրոնանալ ռուս-ուկրաինական պատերազմի վրա, քանի որ Գազայի հատվածում հրադադարի հաստատման առաջին քայլերը վերջնական փուլում են։ Մերի Դանիելյան, Reopen Media։